շարունակենք ֆունկցիաների դիտարկումը, հիմա միասին դիտարկենք հետևյալ խնդիրը։ Գրել ֆունկցիա, որ ռեկուրսիվ կերպով կհաշվի թվի ֆակտորիալը։ Թվի ֆակտորիալ հաշվելու երկու մոտեցում կա։ Ուրեմն առաջինը, երբ լուփը պատտվում ենք, ամեն անգամ տարաբերստում եւ վերադարձում ենք։ Նախ եւ առաջ եկեք հիշենք ինչ է թվի ֆակտորիալ, n-ի ֆակտորիալը դա հավասար է 1-ից մինչև n թվերի արտադրյալը։ Այս բոլոր թվերի արտադրյալները ինքը հավասար այսպես։ Սա կոչվում է թվի ֆակտորիալ։ Հիմա պետք է այս ամենը փորձենք ռեկուրսիվ կերպով հաշվենք։ Մենք եկեք սկսենք։ Նախ եւ առաջ եկեք հայտարարենք ֆունկցիան, ուրեմն def ֆակտորիալ կամ եկեք ինքը ստանում է ուրեմն ընդհանրապես 1 հատ թիվ եւ այդ թվի ֆակտորիալ պետք է հաշվի։ Ու այդ թիվը, որ ինքը ստանում է, ինքը բնական թիվ է, այսինքն ստանում է ինչ-որ n, որը int տիպի է, եւ վերադարձվող արժեքը ելի լինում է int տիպի արժեք։ Հիմա պետք է իրականացնենք իր ռեկուրսիվ կանչը։ Ուրեմն նախ եւ առաջ ռեկուրսիվ ֆունկցիաները ունենում են բազային պայման, այսինքն որ պայմանի դեպքում պետք է այդ ռեկուրսիան դադարեցնի աշխատանքը կամ հետ գնա։ Այդ մեր բազային պայմանը այս n-ի դեպքում դա n դեպքն է, երբ n-ը հավասար է 1-ի։ Եթե n-ը հավասար է 1, ապա return ենք անում 1։ Հակառակ դեպքում, մնացած դեպքում, ապա վերադարձնում ենք return ենք անում n անգամ ուրեմն մեր ֆակտորիալը կանչած n-1-ի համար ֆակտորիալը կանչում ենք n-1-ի համար, այսպես։ Հիմա եկեք հասկանանք սա ոնց է աշխատում։ Տեսեք, եթե ես փոխանցել եմ 5, ուրեմն ինքը ինչ անում։ 5-ը այս պայման տեղի է ունենում, գայս այստեղ։ Վերադարձնում է 5, ֆակտորիալ ֆունկցիան կանչում է արդեն 4-ի համար։ 5 անգամ ֆակտորիալը արդեն 4-ի համար է կանչում։ Հիմա գնաց հաջորդիվ, այս պայման տեղի ունենում, ուրեմն վերադարձնում է 5 անգամ 4 անգամ արդեն 3-ի համար եւ այդպես շարունակ, հետո լինում է 1 ու բազմապատկերով արդեն հետա վերադարձնում այդ արժեքը։ Հիմա եթե ես արտածեմ, print անեմ այսպես, print անեմ ուրեմն ֆակտորիալ եւ իրեն փոխանցեմ, ենթադրենք 5-ը, որովհետեւ 5-ի ֆակտորը օրինակ 120 է, այդ print հեշտական 6 կարող փոխանցենք 120, այստեղ 6 փոխանցեմ 720 եւ այսպես շարունակ։ Սա արդեն ռեկուրսիվ կերպով ֆակտորիալ հաշվող ֆունկցիաներ։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված, եթե հարցեր կունենաք մեկնաբանության դաշտում, գրեք սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։